Սարգսյան, բարև, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, այսպես իստվում է առաջիկա շրջանում բարբերաբար մեր եթերից դուք խոսեք վերջին կարևոր իրադարձությունների մասին, այսօր այդ թեմաները բավականին շատ են և կարծում եմ ճիշտ է սկսել Իրան, Իսրայել, Միացյալ Նահանգներ այս հակամարտությունից, հրադադարի ռեժիմ է հայտարարված, կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը արտահայտեք և ինչպես եք իրավիճակը գնահատում, համեցեք։ Նախ հրադադարի ռեժիմ հայտարարված է այնքանով որքանով, որտեղ Իրանը միշտ էլ դեմ ա եղել հրադադարի ռեժիմով ժամանակավորապես ռազմական գործողությունները կասեցնել, որից հետո նորից վերսկսել։ Այսինքն Իրանը միշտ ասել է, պատերազմն է ավարտվելու։ Հիմա հրադադարի ռեժիմ կոչվածը հարաբերական է, որովհետև դա մի վիճակ է, որտեղ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Պակիստանում, Իսլամաբադում այսօր բանակցություններ պետք է սկսեն։ Ընդ որում հետաքրքիր այսպիսի մի տեղեկատվություն երկու օր առաջ տարածվեց, Իրանի կողմից առաջարկվեց 10 կետ, որի շուրջ պետք է բանակցությունները սկսեին, հետո այդ 10 կետի վերաբերյալ ԱՄՆ նախագահը նաև կեցված դրսևորեց դրական իմաստով, հետո 3 պարզեց, որ իրեն խաբել են, որ այդ 10 կետը ապատեղեկատվություն է, որ այդպիսի բաներ չկա, այդ երկու օր առաջվա պայմանավորվածությունը փաստորեն փորձեց ձախողել Իսրայելը, երբ հրթիռակոծեց և հրետակոծեց Լիբանանի մի քանի քաղաքներ, այդ թվում նաև Բեյրութը, որտեղ հարյուրավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, Իսրայելը հիմնավորում էր, որ հարվածել է հիմնականում Հեզբոլլահի զինյալների գտնվելու վայրերին, այնինչ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել, երեխաներ են զոհվել։ Դե սիոնիստական վարչակազմը հավատարիմ է իր սկզբունքներին, որտեղ կեղծիքը ճշմարտություն է ներկայացնում, որտեղ ինքը երբևիցե մեղավոր չի։ Հիմա այսօր առավոտյան էլ ասվել էր, որ ինքը դադարեցնում է Լիբանանի նկատմամբ խոսքս Իսրայելի մասին է և Իսրայելի վարչապետ Նեթանյահուն էր ասել, որ դադարեցնում է հրթիռակոծում, հրետակոծում և պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ Լիբանանի վարչապետի հետ, ընդ որում պայմանով, որ Լիբանանի կառավարությունը պետք է ստիպի, որպեսզի Հեզբոլլահը զինաթափվի և այսօր առավոտյան արդեն իսկ Լիբանանի մի քանի քաղաքներում ժողովուրդը և ոչ միայն Հեզբոլլահի մարտիկները և այդ անձանց ընտանիքի անդամները, սովորական շարքային քաղաքացիները Լիբանանի, որոնք համակրում են Հեզբոլլահին, արդեն փողոցում կեցվածք են դրսևորում, որպեսզի Լիբանանի կառավարությունը հրաժարական տա այդ պահանջը կյանքի չկոչելու համար։ Հետաքրքիր իրավիճակ է։ Հիմա Իսլամաբադում փաստորեն իրանական կողմից բանակցությունը վարում է օրենսդիր մարմնի ղեկավարը, որը նախկինում Հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպա եղել և շատ ջերմ կապեր ունի այդ ռազմական խմբավորման հետ, ղեկավարության հետ, ևս երկու անձ, արտգործնախարարն է առաջին և նորանշանակ անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը։ Այս 3 անձերն էլ 3-ից 2-ը բացի Արարչից նորանշանակ են, նախորդները զոհվել են։ Ամերիկյան կողմից փոխ նախագահ Ջի.Դի. Վենսը և ինչպես միշտ երկու անձ, որոնց կեսկատակ, կեսլուրջ ասում են Գուլիայեն Պարրեմի, դա ազգությամբ հրեաներ Կուշներն է և Ուդկոֆը։ Ընդ որում երկուսը հետաքրքիր է, որ ԱՄՆ-ի կառավարչական ապարատում սկզբունքորեն որևիցե ստատուս չունեն, փոխարեն ունեն այլ ստատուսներ, Կուշները փեսան է, Ուդկոֆը ընկերը, այդպես, տնե գործ են անում։
Հիմա տեսնենք ինչ զարգացումներ կստանա, բայց ակնհայտ է, որ Իրանը ունի մի քանի լրջագույն պահանջներ, որից հետ չի կանգնի, եւ եթե այդ կետերի շուրջ չկան ընդհանուր հայտարարի, ռազմական գործողությունները շարունակվել են։ Ես չեմ բացառում, որ ԱՄՆ-ի կողմից այս բանակցությունների թեման ընդամենը ընթացս մի քանի ռազմական լուրջ օպերացիաների ձախողումը հետին պլան մղելն էր, դրա մասին քիչ խոսելը, պատրաստվել մասնավորապես Իրանում, Իրանի ափամերձ շրջաններում 2-3 կղզի վերցնել, որոնցից մեկը հիմնականում այդ կղզում է տեղակայված առաջին հերթին Իրանի նավթային ռեսուրսների կուտակման եւ տանկերների ուրեմն լիցքավորման տեխնիկական հնարավորությունները եւ այդտեղից արդեն տանկերները Հորմուզի նեղուցով ուղևորվում են դեպի հասցեատերերը։ Ես կարծում եմ, որ Իրանը հետքալ չի անի մի քանի իր համար շատ կարևոր սկզբունքային պահանջներից, առաջինը Հորմուզի նեղուցը պետք է մնա իր եւ միգուցե մի քանի այլ երկրների, օրինակ Օմանն է այստեղ ոնց որ հայտ ներկայացնում, հսկողության ներքո, բայց վերահսկողությունը պետք է իրականացնեն Իրանի զինված ուժերը։ Սա առաջինը, որտեղ Իրանը հստակ դիրքորոշում ունի, երկրորդ փոխհատուցում այն կորուստների նյութական, որ Իրանը կրել է, երրորդ Իրանի բոլոր դաշնակիցների նկատմամբ ռազմական գործողությունների դադարեցում բոլոր առումներով, այդ թվում նաև Լիբանանի Հեզբոլլահի, ընդ որում հետաքրքիր է, որ եթե Միացյալ Նահանգների ղեկավարը այս վերջերս խիստ բողոքում է եւ կեցվածքը դրսևորում ՆԱՏՕ-ի դեմ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները փաստորեն իր ռազմական գործողության ժամանակ կեցված դրսևորեցին, որ հոդված 5-ը այն է կոլեկտիվ պաշտպանություն չեն օգտագործի, որտեղ ԱՄՆ-ն ինքն է որոշել ռազմական գործողություններ իրականացնել առանց ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների կամ ներկայացուցիչների քննարկման եւ որոշման կայացման, բայց այնուամենայնիվ հիմա Միացյալ Նահանգները որոշակի պատժիչ գործողություններ են իրականացնելու ՆԱՏՕ-ի այն անդամ երկրների, մասնավորապես մեկը դրանցից արդեն երևում է Իսպանիայի մասն է խոսքը, նաեւ ռազմաբազաների դուրս բերումը գործընթաց կարող է լինել ՆԱՏՕ-ի, մյուսը Գերմանիան է, ամենայն հավանականությամբ։ Այսինքն այստեղ հետաքրքիր է այդ դաշինքը ինչպիսին է, իրար ցավացնել, իրարից փոկվել, իրար նեղացնել, հիմա Իրանը կոնկրետ կետ է դրել, որտեղ իր որևիցե դաշնակցի նկատմամբ եթե գործողություն արվի, ինքը գնահատում է, որ դա իր նկատմամբ է։ Եվ ինքը ռազմական գործողություններ չի դադարեցնում։ Այսպես են Արևելքի ընկերությունը եւ Արևմուտքի ընկերությունը։ Արևելքի ընկերությունը դա ընկերություն է մինչ մահ։ Արևմուտքի ընկերությունը մինչև առաջին կցոցին։ Հետաքրքիր է, որ Հայաստանում օրվա իշխանությունները փորձում են երկիրը կառավարել արևմտյան կցոցի մոդելով, տիպիկ։ Ինչպես ասում են, նույն բուծարանից քթից թռած մի մանուկ։ Տրամպը եւ տրամպիկները, այսպես Հայաստանն ունի իր տրամպիկը մի ժամանակ, Վրաստանը իր տրամպիկ ուներ, Ուկրաինան իր տրամպիկ ունի, էլ որտեղ կան տրամպիկներ։ Եվրամիությունում կան բազմաթիվ տրամպիկներ ստախոսությամբ, կեղծիքով եւ այլն պաշտոններ են զբաղեցնում։ Հիմա եթե հաջորդ կետերի մասին մենք խոսենք, Իրանի Իսլամական Հանրապետության ամենայն հավանականությամբ սա Իրանի կարևոր պահանջներից մեկն է լինել Պարսից ծոցի երկրներից ամերիկյան բազաները ամբողջովին պետք է դուրս բերվեն։ Այստեղ Իրանը որից հետ քայլ չի անելու։ Մենք կարծում ենք գոնե նվազագույն այս պահանջներն են, բայց իհարկե նաև այլ կետեր կան, միջուկային խաղաղ միջուկային արտադրանք ունենալու կամ ատոմակայան, այսինքն ուրանի հարստացման գործընթացը, ընդ որում Միացյալ Նահանգները ասում են մոտ կես տոննա արդեն հարստացված ուրան ունի Իրանը։ Ուրեմն Իրանը որից է սակարկության չի գնալու, ինքը շարունակելու է իր ցենտրիֆուգներով ուրանի հարստացումը եւ հրթիռային պահոստների հետ կապված որից է ձևով այդ ծրագրերից նորագույն հրթիռների ստեղծման արտադրության հետ կապված հետ չի կանգնելու։
Ես կարծում եմ նվազագույնը սրանք են, հետո այլ փաթեթավորումներ կան, բայց ես սա այն կետերն է, որտեղ իմ գնահատմամբ Իրանը հետքալ չի անելու։ Եկեք գնահատենք այսպես, եթե Միացյալ Նահանգները Իրանի առնվազն 4-5 պահանջները ընդունի այս կամ այն ձևով, սա վստահաբար կարելի ասել, որ Միացյալ Նահանգների ուղղակի պարտությունն է, եւ կապ չունի ԱՄՆ նախագահ Նիկոլի նման ասում է հոյս արև թե օրս արև մենք հաղթել ենք, ասենք նման կեցված դրսևորում է նաեւ նորաթուխ մի ոմն անց, որը այդ առումով շատ նման է, էլի Հայաստանի կառավարության որոշ անդամների, նախկին լրագրող է եղել, հեռուստահաղորդավար է եղել, շոումեն է եղել, այդ շուտ ժամանակ բանակում ծառայել է, պատերազմի նախարարը։ Սույն անձը պարբերաբար նշում է, թե Միացյալ Նահանգները իր պատմության մեջ ինչպեսի խոշոր հաղթանակ են տալիս։ Ես կարծում եմ, որ իշխանափոխությունից հետո ես առաջարկ եմ արել եւ հետամուտ եմ լինելու մեր Ավանի հոգեբուժարանի երկրորդ մասնաշենքը, ընդ որում մի հատ էլիտար մասնաշենք էլ պիտի պատրաստվի մեր արևմտյան գործընկերներից, որոնց ներկայացուցիչներ եւս կարծում եմ այդտեղ բուժման կուրս պիտի անցնեն, այդ թվում ասենք սույն անձը, այսինքն այդ կարգի սուտ, կեղծիք, հա, երբ ամերիկյան բանակի կորուստները օր-օրի աճում է, սրանք մի քանի անգամ Իրանին հաղթել են, հա։ Ընդ որում հետաքրքիր մեծպիսի թիվ է, 97% հասկացությունն է պատտվում, նաև նախագահ Տրամպի մամլուխոսնակը Տիկին Լևիտը, չգիտես ինչու բոլոր առումներով հոպի ոչնչացման, տարածքների հետ կապված, Հորմուզի նեղուցի իրանց վերահսկողության 97%-ն է, ես չգիտեմ այդ դրանց մոտ այդ թիվը պատահական չի պատտվում, արդեն 4-5-րդ դրվագն է, ընդ որում այն թվերի մասին, որ խոսում ենք, շատ հեղեղուկ է, էլի խիստ սուբյեկտիվ է, այդ տոկոսները չես էլ կարող հաշվել, 97% ոնց ես հաշվում, հոպը ոչնչացվել է, բանակը ոչնչացվել է եւ այլն։ Ինչևէ, այստեղ արդեն, ինչպես ասում են, այլ հարթությամբ են էլ այդ մարդիկ նայում իրականությունից կտրված։ Հիմա եթե այսպես գնահատենք, ես կարող եմ ենթադրել, որ ամենայն հավանականությամբ Միացյալ Նահանգները փորձում է time out վերցնել։ Այսինքն գործողությունները անելու է եւ ԱՄՆ-ում արդեն հնչում են տարբեր գնահատականներ, այնուամենայնիվ այն կղզին, որի վրա հիմնականում կուտակվում է եւ որոշակի վերամշակում է անցնում իրանական նավթի 80% եւ ավել, այդ կղզին գրավել, ոչնչացնել այդ ամեն ինչ, այսինքն մահացու հարված հասցնել Իրանի տնտեսությանը, որտեղ մեծ հաշվով Իրանի հիմնականում արտահանվող ապրանքը նավթն է։ Իհարկե գազն էլ կա։ Թրամփը երեք թե այսօր որ շաբաթած վատ աշխատանք է կատարում Իրանը, գրել էր Թրամփը, Հորմուզի նեղուցում նավթի անարգել անցումն ապահովելու հարցում, սա անհամատեղելի է մեր ձեռքբերված համաձայնությունների շրջանակում։ Դե ստում է, որովհետև ինքը ինձ հետաքրքիր է, որ մի 4-5 անգամ Իրանին հաղթել է, օրինակ ոչնչացել է այդ երկրի զինված ուժերը, այդ իր բարձրաստիճան 3-4 աստղանի գեներալներին ինչու է հանում ծառայությունից զորացրու։ Սովորաբար հաղթող երկրներում բարձրաստիճան զինվորականները պարգևատրվում են, չէ՞, երկրի բարձրագույն պարգևներով։ Սա ինչ է, Ամերիկայում նոր ձև է, պարգևատրանը նոր ձև է, հա, լավագույն ծառայության եւ հաղթանակների համար զին անձնակազմը ծառայությունից ազատվում է։ Ակնհայտ է, չէ՞ որ դա պարտության համար է ազատվում։ Առնվազն 3 բարձրաստիճան զինվորական է ազատվել, սա ընդունենք նաեւ իգիտություն, էլի։ Մի բան է, ինչ Տրամպը եւ այդ Exit-ն է ասում, իրենց պատերազմ նախարարը, այլ բան է իրականությունը։ Կապ չունի հիմա ԱՄՆ նախագահ արդեն այնքան իրար հակասող մի օրվա մեջ նույն թեմայում 3-4 անգամ հակասող բաներ ասել, որից մեկը լուրջ չի ընդունում, սա այն հայկական հին հեքիաթի մոտիվներով է, երբ մեկը մեծ ստախոս, ասենք Տրամփ կամ Տրամպիկ, ավելի շուտ Տրամպիկ, հայաստանյան իրականության մեջ, երբ անդադ բղավում է հրդե, մարդիկ փորձում են գնալ օգնել, բարձր ոչ մի հրդե չկա, երբ որ իրականում տունը հրդեվում է, նա բղավում է հրդե, բայց էլ ոչ մեկ չի գնում, որտեվ մտածում են հերթական սուտն ու կեղծիքն է։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ նախագահը կարող է հայտնվի այդ անձի օրը եւ այլևս որից մեկը լուրջ չի ընդունում այդ անձի ասածներին։ Տեսնենք բանակցությունները ինչ կլինի, ես ավելի շուտ ասեմ այսպես, եթե ԱՄՆ-ը այդ Իրանի 4, 5 կամ 6
կետերը, նույնիսկ կարծում եմ 6 կետ։ Եթե անվերապահ ընդունես, դա ասում է իժու ясно, նույնիսկ մանկապարտեզի երեխաները Տրամպին կարող են ասել հոպար, դու կրվար ու թռար։ Սա նաև իր իշխանության վերջն է, դեպ ասեմ, 2 տարին քչել ձգի։ Նոյեմբերին վստահաբար կոնգրեսի միջանկյալ ընտրություններում պարոն Տրամպը հանրապետականի առումով պարտվելու է, հաջորդ օրը իսկ դեմոկրատները սկսելու են անվստահության կամ իմպիչմենտի գործընթացը։ Այսինքն իրականությունը սա է լինելու։ Սա ընդունենք նաև որպես գիտություն, իսկ եթե Տրամպը չի ցանկանում, որ նման գործընթաց իր երկրում սկսի, ուրեմն ինքը պատերազմ շարունակի։ Սա ընդհանրապես ժամանակավոր դադարի ուժերի վերադասավորում եւ այլն։ Գոնե ցամաքային օպերացիա, որին կողմ է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, անպայման այդ երկու կղզին վերցնելու համար։ Բայց դուք պատկերացրեք, այստեղ արդեն կարող է աշխատել վիետնամական սինդրոմը, այսինքն Վիետնամում ԱՄՆ ոչ մի ճակատամարտում չպարտվեց պարտիզաններին, հասկանալի է, որ այդ պարտիզանների դեմ համակարգ էր աշխատում, ռազմական մի ամբողջ հզոր մեքենա, բայց պատերազմը պարտվեց, որտեղ զորքերը դուրս բերվեց եւ հյուսիսային եւ հարավային Վիետնամներից եւ մեծ հաշվով ճանաչվեց հյուսիսային Վիետնամի իշխանությունը նաեւ հարավային Վիետնամի իրենց դերացոնների վրա։ Հիմա դա սկզբունքորեն չեմ բացառում, որ եթե այդ կղզիները վերցնեն եւ զոհերը շատ լինեն, ապա եւ աշխարհում եւ Միացյալ Նահանգներում հակակառավարական ցույցեր են աշճանի կարող են բարձրանալ, առավել որ դեմոկրատները խիստ մոտիվացված են նման ցույցերի կազմակերպման եւ եվրոպական շատ երկրների ղեկավարների դեպ, որոնք առանձնապես այդպես ողջավորված չեն Տրամպի կողմից իրականացվող քաղաքականություն Եվրոպայի ուղղությամբ։ Եվ այդ հակակառավարական ցույցերը իսկապես կարող են կամ ստիպել Տրամպին, որովհետեւ վերջինս պատերազմը գործնականում Իրանի դեմ դադարեցնի, իսկ եթե ոչ, այսինքն եթե համառություն հանդես բերեց պարոն Տրամպը այդ ցույցերից հետո, ես կարծում եմ ԱՄՆ կարող է ավելի ծանր վիճակում հայտնվի, թաղվելով քաղաքացիական պատերազմի հայտնվելով ճիրաններում, իդեպ ասեմ ձեզ։ Եթե պատկերացեք միլիոնավոր մարդիկ դուրս եկան փողոց եւ պահանջեցին Տրամպի հրաժարականը։ Դա քիչ է, պատկերացրեք մի քանի հազար զոհից հետո ինչ կատարվի Միացյալ Նահանգներում։ Իսկ ինքը եթե համառեց եւ չտվեց, ես չեմ բացառում, որ ԱՄՆ-ի ներկայիս քաղաքացիները իրենք հիշեն, թե իրենց նախնիկ ովքեր են եղել եւ հյուսիս-հարավ մեծ պատերազմը ԱՄՆ-ի կազմավորման սկզբում, այդ քաղաքացիական պատերազմը էլի, հյուսիս եւ հարավ միջև կարող է նման քաղաքացիական պատերազմ բռնկվի ԱՄՆ-ում եւ այդ երկրի քաոսի մեջ։ Սա երկրի համար լրջագույն երկիր, մոլորակի համար լրջագույն մարտահրավեր է, որտեվ այնուամենայնիվ ԱՄՆ միջուկային գերտերությունն է, Աստված գիտի, թե այդ ճամպրուկը միջուկային, հա, զինանոցի ում ձեռքում կհայտնվի։ Այսպես։ Դե Ռուսաստանը առերևույթ վարում է քաղաքականություն, որը ռուսական ասացվածքով կարելի է ձևակերպել այսպես։ Նա շխատը սկրայ, այսինքն զինական բացահայտ առումով ինքը չկա, ունի կեցվածք մակամտանքության խորհրդում, ՄԱԿ-ում իր ներկայացուցիչ մշտական այդ հարցը բարձրացնում է եւ ակնհայտ գնահատվում է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից տեղի ունեցել ագրեսիա։ Ակնհայտ է, որ ագրեսիա է տեղի ունեցել Իրանի ժողովրդի նկատմամբ, երկու առաջարկ արվեց, այդ առաջարկի կողմ անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներից երկուսը պաշտպանեցին, նույն Ռուսաստան, մյուսը Չինաստանը, բայց բանաձևը անգամ օրակարգ չմտավ, որտեվ մյուս անդամները վետոյի իրավունք ունեն։ Ես կարծում եմ, որ եւ Ռուսաստանի եւ Չինաստանի համար Իրանը շատ կարեւոր եւ հանգուցային երկիր է, գոնե Ռուսաստանի համար որպես հյուսիս-հարավ ստրատեգիական միջանցքի ամենակարևոր պետություն։ Ռուսաստանի համար այդքանով Իրանը կարևոր է։ Դեռ բարոյական արդարացիության հարցերը մի կողմ դնենք, ես կարծում եմ, որ հիմա նոր բևեռի ծնունդ է, երկունքն է ապրում, եթե Տրամպի վարչակազմը փորձեր անում աշխարհում լինել միայն մեկ բևեռ հեգեմոն
եւ մյուսները ընդամենը իր կամքը կատարող եւ Իրանի դեմ սկզբունքորեն սանձազերծած պատերազմը այդ բազմաբևեռ աշխարհի դեմ է եւ բազմաբևեռ աշխարհի երկու բևեռներից մեկի տնտեսության դեմ, խոսքս Չինաստանի մասին է, բայց այդ վարունգի հայտնի թարսփուցնելու պատմությունը եղավ։ Ես կարծում եմ, որ հիմա առաջնորդին մահմեդական աշխարհում նոր առաջնորդ է ծնվում, ճիշտ է, բնակչությամբ 20% էլ չկան շիա մահմեդականները մահմեդական աշխարհում, բայց իր կեցվածքը եւ երկու միջուկային տերության հետ պայքարելը, պատերազմելը եւ ինչ որտեղ չպարտվելը բերում է նրան, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Պարսից ծոցի երկրներում, որտեղ հիմնականում աշխարհի էներգակիրների առյուծի բաժինը այդ տարածաշրջանում է արդյունահանվում եւ տեղափոխվում, խոսքը նաեւ գազի մասին է, արձանագրենք, որ Իրանը ոչ միայն դառնում է ունենալու է գերիշխող դիրք այդ արդյունահանող երկրների վրա, ճանապարհների վրա, կոմունիկացիաների, այլև տարածաշրջանում իր ռազմական հզորությունը բնականաբար ինքը ավելի մեծացնելու եւ այդ իրողության հետ, նոր իրողության հետ հաշվի են նստելու աշխարհի գոնե այսօր երևացող 3 պետությունները, 3 բևեռները, այդ բազմաբևեռ աշխարհի, խոսքս Ռուսաստան, Չինաստանից հետո նաեւ Միացյալ Նահանգներն են ընդունելու։ Ես կարծում եմ, որ սա նոր բևեռի ծնունդ է։ Այսինքն երկիր մոլորակը գործնականում առարկայապես արդեն 4 բևեռանոց է։ Թեև բազմաբևեռ աշխարհ, երբ օրինակ ես նկատի ունեմ, ես նշում եմ պետությունների առանցքը, այսինքն այդ առանցքն է ինքը, որպես ամբողջական ԱՄՆ-ի հեգեմոնիայի դեմ որպես բևեռ հանց գալիս, իսկ այդ իմ նշած առանցքից գոնե առնվազն հիմա 3 պետություն ոնց որ դառնում են նաև որոշիչ եւ տնտեսական եւ ռազմական եւ էներգակիրների եւ արժեհամակարգային առումով որպես կենտրոններ յուրովի։ Այդ առանցքը ես նշել եմ, միշտ ասել եմ, դա Մինսկ, Մոսկվա, Թեհրան, Պեկին եւ Փխենյան առանցքն է, այստեղ ԱՄՆ փորձեց այդ առանցքի ամենաթույլ օղակին, որը միջուկային տերություն չէր, ես Մինսկը Բելարուսը համարում եմ միջուկային տերություն, որտեղ այնտեղ Ռուսաստանի միջուկային զինանոցն է, միջուկային մարտագլխիկներով հրթիռներն է եւ այդ առումով կարծում եմ, որ շուտով կլինի այն երկունքը, որով Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնալու է բևեռ։ Առավել եւս հիմա Պարսից ծոցի երկրներ եւ մահմեդական այն երկրները, որտեղ հավակնություններ կար ավանգարդը դառնալու մահմեդական աշխարհի, իսկ այդպիսի երկու պետություն կա, մեկը Թուրքիան է, որը արդարացիորեն հավակնում է դառնալ այդպիսին, որովհետեւ խալիֆայության իրական կրողները արաբական խալիֆայությունից հետո Օսմանյան կայսրությունն է հանդիսացել որպես պահապան իսլամ աշխարհի դոմինանտ լինել տարածաշրջանում բավականին ընդգրկուն տարածքներով, երկրորդը Սաուդյան Արաբիան է, որը գնահատում է, որ ինքը պետք է լինի այդ պետությունը մահմեդական աշխարհում, քանզի Մուհամեդի ծննդավայրը եւ գերեզմանը գտնվում են Սաուդյան Արաբիայում, խոսքս Մեքքայի եւ Մեդինայի մասին է։ Բայց Պարսից ծոցի շեյխերի, այսպես բավականին ցոփ ու շվայտ կյանքը սկզբունքորեն որոցե ձևով չի համադրվում Մուհամեդ Մարգարեի եւ վարած կյանքի, նրա պայքարի, նրա խոսքի եւ Ղուրանի հետ։ Այդ առումով շատ ավելի առարկայական դերակատարում ունի ըստ իս Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդները, այաթոլաները, որոնց կյանքը, ասկետ կյանքը, ասենք, իսկապես ցուցիչ է ոչ միայն մահմեդական աշխարհի համար, նաեւ քրիստոնյա աշխարհի համար, եւ այդ առումով Իրանը բավական լուրջ հավակնություններ կարող է ներկայացնել։ Սկզբունքորեն Ռուսաստանը կարծում եմ դրան դեմ չի, առավելս որ իր հարևանն է եւ այստեղ մենք մի երջանիկ դեպքերի հանգամանքներ բերումով մենք այդ երկու հզոր պետությունների առանցքի վրա գտնվող երկիր ենք, պատկերացնում եք, եւ այդ երկրի ղեկավարը հիմա նոր հեծանիվ է որոշել հորինել, թռնել, ինչպես ասում են, Եվրամիություն եւ Միացյալ Նահանգներ
տարածքների ազդեցության գիրկը, որը Աստված գիտի մեզանից ինչքան հեռու է, երբ որ մեր երկու հարևաններ այդ երկու հարևանների շուկաները, հա, իրանց կեցվածքը, քաղաքական եւ քաղաքակրթական եւ պատմական ընդհանրությունների, դե որի վերաբերյալ Ռուսաստանի նախագահը երբ ասում էր, Փաշինյան կոչեցյալ այդ հանդիպման ժամանակ, սկզբունքորեն այդ գնահատականը Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների առումով կարելի է ուղղակի վերապրոյեկտավորել նաև Հայաստանի եւ Իրանի ժողովուրդների կամ ժամանակին պարսկական կայսրության ժամանակների վրա ուստի եւ մեզ շատ ավելի մոտ թեև իսլամ դավանող պետություն է, բայց իսլամի հիմքն էլ, եթե իսլամի հիմքն էլ որ ուշադիր նայենք, դա հին ուխտն է, այսինքն Տիրոջ պատվիրաններն են եւ այդ պատվիրանների շրջանակում է ամեն ինչ, էլի, ասենք իսլամը, այդ թվում նայ նոր ուխտը, խոսքս Հիսուսի եւ իր աշակերտների կողմից սուրբ գրային թողած ժառանգությունն են։ Եվ այդ առումով եկեք արձանագրենք, որ հիմա երկիր մոլորակի վրա իմ գնահատմամբ նոր երկունքով, ցավերով, կորուստներով, բայց առաջ է գալիս 4-րդ բևեռը աշխարհում։ Ուժային, տնտեսական, արժեհամակարգային, գաղափարական եւ հավատալիքային որպես նոր կենտրոն։ Դուք ասացիք թռնում է, բայց Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց. Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին։ Ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, եւ ես այդ process-ը գնահատում եմ դրական, եւ մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք։ Մեր բարեկամական երկխոսությունից դուրս չենք գալու եւ շարունակելու ենք այդ ճանապարհով գնալ։ Կխնդրեմ այս հայտարարության անդրադառնալ։ Նախ այդ ասած իմաստն է, որ հունիսի 2-րդ կեսին նշանակում է, որ ինքն է վերընտրվելու։ Առաջին դա է ասում։ Հույս է տալիս իր գաղափարել չկա, ոնց ասեմ, այդ կերակրատաշտի մոտ մարդկանց, որտեվ ոչ Նիկոլի տակը գաղափար կա, ոչ գլխի մեջ գաղափար կա, կա մի հատ մեծ ամբիցիաներ, որը երկար տարիներ այսպես աճեցրել են մի քանի երկրների հատուկ ծառայությունների մասնագետները, այդ մարդուն ներշնչելով, որ ինքը մեր ժողովրդի պատմության ալֆան ու օմեգան է, ոչ ավել, ոչ պակաս։ Պապ թագավորից հետո մենք համատարած կորուստներ ենք ունեցել եւ միայն իր կառավարման շրջանում է, որ հնարավորություն կա մենք վերականգնենք Պապ թագավորի ժամանակ մեր պետության փառքը եւ հզորությունը։ Ասենք նման ցնդաբանություններ սա ուղեղի մեջ բավականին լսել են, իսկ այդ աշխատանքը հատուկ ծառայությունների առումով կոչվում է նեյրոլինգվիստիկ ծրագրավորում։ Հիմա սրան ծրագրավորել են մի ժամանակ Մովսես Մարգարեի, հետո Պապ թագավորի, հետո այդպես շատ հայտնիների, էլի։ Մեկ-մեկ էլ ինքը իրեն նույնականացնում էր Հիսուսի հետ։ Հիմա ինքը իր այսպես ասենք ճակատագրով դատապարտված մի խումբ անձանց ինքը համոզում է, որ հունիսի 2-րդ կեսին էլ է ինքը լինելու, դե համար գնալու է ինքը Մոսկվայում հանդիպի Պուտինի հետ։ Այն ժողովուրդը ասում է իշտակդ, հա, քացախ 65% սկզբից ինքը հաղթելու է իր առաջին թռիչքը ընտրություններում, հետո այդ հաղթանակը գրպանում ունի 65% սահմանադրական մեծամասնություն, հետո այդ քիչ է, հետո գնալու է, որ Ռուսաստանը ինչ-որ հարցեր լուծի։ Դե ակնհայտ է, մարդը մեծամտությամբ, ստախոսությամբ, այսպես քաղաքական արկածախնդրությամբ, հիմա վերջում կասես, դե չստացվեց էլի հիմա, այ քեզ բան, Հայաստան պետությունը լուծարվեց, ստեղի ժողովուրդն էլ գաղթականի ցուպը ձեռքին մի կերպ ճողոպրեց Հայաստանից, ինչպես Արցախից մեր քույրերն ու եղբայրները։ Սա հայտնի հայտարարությունները մինչև 18 թիվ Արցախի վերաբերյալ, մեր սահմանության վերաբերյալ, անկախության հռչակագրի վերաբերյալ, բանակի վերաբերյալ, տրամագծային հակառակ հիմա ասում է բաներ։ Այսինքն ինքը իրավիճակային շատ արագ գնահատման եւ այդպես կողմնորոշման մասնագետ է, այդ առումով իսկապես մասնագետ է, բնության մեջ մի այդպիսի բան կա, Քամելոն անունով, որը իրավիճակի համապատասխան շատ արագ գունավորում անդանում միջավայրի գույնին համապատասխան։ Հիմա սա էլ այդպես Քաջնազարի նման վագրի վրա նստած բաներ հզոր Հայաստանի առաջնորդ էր, մեկ էլ պատերազմում պարտվեց, հիմա դարձել է ամենաթունդ խաղաղասերը։ Բայց դա քիչ է, որովհետև տերերը, մասնապես Ալիևն ու Էրդողանը եւ նրանց տերերը սան պարտադիր ամեն ինչ անում են, որպեսզի
ուրեմն Ռուսաստանին դուրս տրվի տնտեսական առումով եւ ռազմական առումով, խոսքս 102 բազա եւ սահմանապահներն են, եւ ուշադրություն դարձրեք մի այսպիսի դեսպան կա Ղևոնդյան ազգանով Ղազախստանում, որը ի դեպ իմ տվյալներով միջնորդն է ռուսական հարավկովկասյան երկաթուղին կոնցեսիոն կառավարումը վաճառքը տալ Ղազախստանին։ Ընդ որում դա այն անձն է, որ միջնորդեց, ի դեպ Ղազախստանը մեզ լսողներին հիշեցնեմ, որ թուրքական պետությունների կազմակերպության անդամ է եւ հավակնոտ անդամ է։ Եթե այդ կազմակերպությունը հիմնադրվել է փաստացի մեծ Թուրանի իրական ռազմական, տնտեսական եւ քաղաքական կառույցն է, որը ինչ որ պայետո հայտարարվելու է որպես վերպետական կառույց, կարող է անունել Թուրան լինի, բայց էական չի, թեև Թուրան թուրքական ժողովրդի հետ բացառապես կապ չունի, էլի։ Թուրանը իրականում եղել է պարսկական կայսրության մի մաս եւ թուրքական ժողովրդի հետ կապ չունեցող ձևակերպում է, ինչեւ է, խնդիրը դա չի, բայց Ղազախստանը հիմա հավակնում է դառնալ այդ կառույցի ամենաառաջատար երկիրը, որտեղ իր աշխարհագրական դիրքով, իր ռեսուրսներով շատ ավելին է, քան Թուրքիան։ Թուրքիայի ուժը, այսպես ասենք, ռազմական բաղադրիչն է, բայց Ղազախստանի վրա որոշակի խաղադրույքներ արվել են, իմ կարծիքով, եւ Բրիտանիայի կողմից եւ Միացյալ Նահանգների։ Դրա համար պատահական չի, որ բանակցությունների արդյունքում այդ նույն դեսպան կոչված Ղևոնդյանը ամեն ինչ անում է, որպեսզի իրականում կառավարումը տրվի Ղազախստանին, որպես թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրի։ Ավելին ասեմ ձեզ, որ Փաշինյանին չգիտեք ինչու, չգիտեք ինչի համար ավանսով տրվեց մի ամենաբարձրագույն պարգևը Ղազախստանի, հիշում եք, ոսկե արծիվ։ Ինչի համար տրվեց։ Ինչ արել Ղազախստանի հետ։ Այս այնպես ինչպես ժամանակին Հռոմի պապից սա ավանսով պարգև ստացավ, եթե հիշում եք։ Հայաստանից մի քանի անձ են ստացել իդեպ այդ պարգևները։ Մեկն է սրան տվեցին։ Այդ մինչև Արցախի հայաթափումը, էլի, մինչև 44 օրյան էր։ Բացարձակապես կաթոլիկ աշխարհի Հայաստանի եւ հայության կաթոլիկ եկեղեցու հետևորդների հետ որևիցե բան չուներ, կապ չուներ։ Ասենք եթե ժամանակին այդ նույն պարգևը Վատիկանից տրվել էր Արմեն Սարգսյանին, որը կապ ուներ այդ աշխարհի հետ, տրվել էր Վատիկանում դեսպան Միքայել Մինասյանին, որը կապ ուներ այդ աշխարհի հետ, այսինքն որոշակի հիմնավորումներ կար, թե իրենք ինչու են այդ պարգևները ստանում, ապա սրա հետ բացարձակապես որևիցե հիմնավորում չկար։ Եվ ինձ համար ակնհայտ է, որ ավանսով են ստացել եւ Վատիկանի կողմից սա եւ Ղազախստանի կողմից։ Այսինքն որպեսզի Թուրքիայի իրական ականջները չերևան Հայաստանի տնտեսությունը ամբողջովին իր օրբիտայի մեջ մտցնելու միջանկյալ մի պետություն է վերցրել, բայց այդ պետությունը պետք է լինի Թուրքիայի դաշնակից երկիր, խոսքս թուրքական պետությունների կազմակերպության անդամ լինելու հանգամանքին է վերաբերում։ Եվ այդ առումով բավականին ակտիվ աշխատանք տանում է Ղազախստանում Հայաստանի դեսպան Ոմն Ղևոնդյան, իդեպ որը հավակնում է, որ Փաշինյանի վերընտրվելուց հետո Արարատ Միրզոյանին քացով հետույքին եւ այդ աթոռի վրա ինքնանստելու։ Արարատ Միրզոյան, եթե դու մնալ ես այդ պաշտոնը, իմացի տակիտ աթոռի ոտքերը ովա հերուց հերու սղոցում։ Սա իմիջալուց։ Ես ուզում մեկ այլ հարցի էլ անդրադառնանք, նույն կառավարության նիստից հետո ծանոթ եք ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բանակի, սննդի, հագուստի, սպառազինության, բարոյահոգեբանական վիճակի եւ պաշտպանունակության առումով Հայաստանի բանակը երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել։ Պարոն Արկադյան, որպես մարդ, որ հայ բանակի ակունքներում կանգնած եղել կա։ Չէ, շատ բարձր նիշա վերցեցիք։ Հա, բայց բականին իրազեկ եմ։ Հիմա իսկապես ասենք ես այս արտահայտությունը, որ իր տեսախցիկների առաջ խոսելու նյութը չեմ նայել, բայց տեքստային առումով գրառումը նայել եմ, Հայաստանի բանակը եւ սննդի, եւ հագուստի, եւ սպառազինության, եւ բարոյքեբանական վիճակի, եւ այստեղ պետք է լիներ մարտունակության, քանի որ մարտունակության իրական չափորոշիչները, որ գնահատման ռեալ չափորոշիչներ կա առնվազն 6-7 կետով,
Փաշինյան Նիկոլի իր հերթական մտքի հղացումը Ալիևի եւ Էրդողանի իր հավատարմությունը տալու վերաբերյալ մարտունակությունը հանել է պաշտպանունակություն բառն է դրել եւ ասում է եւ պաշտպանունակության առումով երբեք այդպիսի լավ վիճակում չի եղել։ Հերթական կենացը, ասում է դուք էլ ասեք։ Միասան հարցն է օրինակ սնունդ, հագուստ, սպառազինություն, բարոյական վիճակ։ Սրանք կոնկրետ չափորոշիչներ ունեն։ Համատական առումով ոնց է լավ։ Այդ բանակում այդքան դեպքեր մահերը որ լինում է։ Այդ բարոյական վիճակի լավ վիճակի մասն է խոսում, հա։ Էնել են բանակի, որը էապես կրճատվել է։ Եվ էապես մարտական հերթապահության ժամանակ հակառակորդը այդքան ագրեսիվ չի, որտեղ ցանկանում է, որ դուք մնաք իշխանության։ Իսկ այստեղ մի քանի բոնուսներ ունեն, էլի Փաշինյանը այդ առումով։ Եվ այդ առումով սնունդը են բաններ ելակը, խաշլամեն, տոլմեն։ Ես ուղղակի որպեսզի մի համացում բերեմ, ասենք սնունդի հետ կապված։ ԱՄՆ-ում, Պենտագոնում, երբ սննդակարգի փոփոխություն է լինում, որտեղ այնտեղ հստակ չափորոշիչներ կա, թե սնունդը ինչ չափորոշիչների պիտի բավարարի, ոչ թե հաճելի լինի քիմքին, ոնց որ Փաշինյանն էր տոլմա 18 թվականին պատրաստում իր մտերիմ անձին տնտեսվարող սուբյեկտին այդ արտոնությունները տալով, հա, ինչպես ասում են, ընկերական շրջապատին հարստացնելով, որ հետո նրանք էլ իրենց ծառայությունները տային Փաշինյանին։ Ոչ թե հաճելի լինի քիմքին ելակով կամ այլ մթերքով, այլ լինի արագ մարսելի եւ բարձր կալորիականությամբ։ Իդեպ ասեմ ԱՄՆ-ում, Պենտագոնում սննդակարգի մեջ որևիցե նոր էլեմենտ մուտքի համար, ասենք գրեշկա ենթադրենք, ոնց է հայերեն, ինչ որ ձավար է կոչվում։ Օրինակ տեսականորեն, եթե ԱՄՆ-ի բանակի զինանձնակազմի սննդակարգում չկա, եթե դա պիտի մտնի, իդեպ ասեմ ձեզ, իրավական ակտ է ընդունվում։ Այսինքն օրենսդիր մարմինը որոշում է կայացնում սննդակարգի հետ կապված, այսինքն դրա կարևորության լրջության աշճանը։ Եվ այս փուչիկների անլրջության աշճանը հիմա պատկերացրեք ժամանակին բան է ելակ էին, տոլմա են մտցնում, չգիտեմ ինչ էին անում։ Այս սնունդի հետ կապված, հագուստի հետ կապված։ Այն որ ախր խնդիրը նա է, որ այնուամենայնիվ մենք Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք։ Մարիամ, ես իրավունք չունեմ շատ բաներ ասել։ Ինչ որ ասում են ավելավա բերանը սկոչի։ Այս հագուստի պահով այնքան բաներ կարող եմ ասել, բայց իրավունք չունեմ ասելու, որտեղ այս հաղորդումները շատ բնական է մեծ լսարան ունեցող հաղորդումները առանց ինքնագովազդի, նաև մեր ոչ բարեկամ երկրների մասնագետներն են լսում։ Այս հագուստի պահով ասեմ, էլի, հիմա սպառազինության պահով։ Այս մարդը իսկապես, ասենք, սուտը սահման ունի, սրամուտ սուտը սահման չունի։ Օրինակ Սերժ Սարգսյանն ինչ ասեր իր կառավարման ժամանակ, որքան զենք զինամթերք, այդ թվում նաև Ռուսաստանից բացի միայն Հայաստանն էր, որ ուներ Իսկանդեր տիպի հրթիռ։ Ալիևը ասել է, որ միայն 6 միլիարդի զենք է վերցրել։ Այդ հո Նիկոլի առած զենքերը չեն, իհարկե չեն։ Իրա զենքերը միջնորդավորված գնում էին այլ երկրների աբեկչական խմբավորումներին։ Այս մարդը մտածում է, որ այդ թեմաները փակվել է, մոռացել են։ Մասնապես մեկը Ռուսաստանի խիստ սխալվում է։ Պահագա բոլորը քիշեն, թե ոնց եղավ, որտեղ գնաց, խի գնաց։ Այսպես բարոյական վիճակի մասին չասեմ, էլի, որտեղ բարոյական վիճակը կոնկրետ հստակ ցուցիչներ կա անձնակազմի։ Օրինակ ինձ հետաքրքիր է, Փաշինյանը պատկերացրեք վարչապետ չի եւ պայմանագրային զինծառայող է, հայրենասիրական լուրջ նկրտումներ ունենալով գնում է սահմանում, որպեսզի ծառայություն անցկացնի։ Ինձ հետաքրքիր է սահմանում զենքը ձեռքին, եթե իհարկե Փաշինյանն ընդունեն։ Փաշինյանը քանի օր այդ դիրքերում կծառայի իր այդ կեցվածքով, իր ընկալումներով եւ այլն։ Այդ նույն իր ասած բանակում, այդ նույն ասած բարոյական վիճակում։ Կարծում եմ շատ կարճ ժամանակ։ Գիտեք ինչու։ Քանի որ սա շատակեր է որկրամոլ է, իսկ որկրամոլն սովորաբար քնկոտ են նաեւ լինում։ Դե օրգանիզմը որպեսի այդ ստամոքսը լցած սնունդը մարսի անհասկացող մարդուն ավտոմատ կերպով
քնելու ռեժիմ է միացնում, որ ուղեղը այլ գործերով չզբաղվի, էներգիա չծախսի եւ այդ օրգանիզմի ներքին էներգիան ծախսվի միայն կերածը կամ ավելի շատ կերածը լափածը մարսելու վրա։ Հիմա այս մարդը ես պատկերացնում եմ դիրքերում զենքը ձեռքին քնելու է։ Իսկ այսօրվա բանակում օրինակ մարտական հերթապահություն իրականացնող զինվորը զենքը ձեռքին եթե քնեց, ինքը հսկայական խնդիրների առաջ է կանգնում եւ այն դեպքերը սպանությունների, ինքնասպանությունների, ինքնախեղումների մեծամասամբ կապված են հենց այդ դրվագի հետ։ Նենց որ Փաշինյանին տխուր վերջաբան կարող է սպասվի, եթե ինքը վարչապետ չլինի, բայց կամավոր գնա որպես պայմանագրային դիրքեր եւ առնվազն ինքը, չգիտեմ, մի ամիս կդիմանա այնտեղ թե չի դիմանա։ Իր այսպես կոչված ամենալավ վիճակում գտնվող զին անձնակազմի բարոյական վիճակի գնահատման առումով։ Այսինքն հեքիաթների դաշտից է, ասում է դուք էլ ասեք։ Վերջում որ ասենք, ասի ես ոչ չեմ ասել հորս Սարև։ Հորս Սարև եմ ասել, իսկ այդ դրանք տարբեր բաներ են։ Դա երթում չի եւ այլն, եւ այդպես շարունակ։ Սրա ոչ մի ասատը լուրջ պետք չի ընդունել, այն որ ասես մի քանի 60 հոգու տարի զենքեր ցույց եմ տվել, բայց ուզում եմ ամբողջ ժողովրդին ցույց տամ։ Ստախոս է, դուք պատկերացնում եք մի քանի 60 հոգու ցույց տված զենքերից այսինքն ինքը 3 ասեց, եթե չեմ սխալվում, ընդունենք լավ, թիվ չասեմ, մի քանիսը առնվազն 2 եւ ավելն է, չէ՞։ Այսինքն 120 հոգու ցույց հատվել, 120-ից որից մեկը հրապարակային չի պատմել, թե ինչ զենքեր ա տեսել, այդ գնացուցակը ոնց էր խփած այդ զենքերի վրա, ինչ կոպեկներով են առել, այսինքն սուտ։ Հասկանանք, այս մարդը սուտ խոսելու, ամաչելու, կարմրելու, մեղքի զգացողության բարդություն չունի։ Սրա համար ես գիտեք, այդպես գիտեք ով է։ Ուրեմն 2 տար կա, որը սուտ խոսելուց որից է բան չի զգում։ Մեկը երեխան փոքր, որը հորինում է ոտքի վրա սուտը, ինքը այդ մեղքի, ամոթի, պատասխանատվության զգացողությունը չունի, որտեվ դեռ չի մեծացել, գիտելիք ու փորձառություն չունի։ Դա ինքը կարա ցանկացած սուտ այնքան լուրջ ասել, իր մտքի թռիչքն է, էլի, այսինքն նույնիսկ ինքը չէր մտածում, որ այդ վատ արարքա չի կարելի, հա, այ փոքր երեխեքը կամ հոգեկան հետ խնդիր ունեցող մարդիկ։ Հիմա քանի որ ինքը ոնց որ թե այդքան փոքր չի, ուրեմն ես երկրորդը գնահատում եմ այդպես, այսինքն սա կարող չէ, իհարկե չէ, բայց սա հրապարակավ ակնած սուտ է խոսում, կեղծիք է տարածում, հա, երբ որ հարցնես, հետո փորձելու այն ինչ-որ բառակույտերով հիմնավորել, բանեսի սենց, վերջում էլ որ անկյուն քշես, կասի ես հորս Սարև չէ, հորս Սարև եմ ասել։ Էսի մի քիչ ավելի խիստ ասեմ, հա, բոզին որ բոզության վրա բռնում ես, որպեսզի իր վատ արարքը չբացահայտվի, ասում ես բարոյական աջակցություն եմ ցույց տալիս։ Մարդը դրա կարիք ուներ։ Ես ոչ չէի մերժի։ Հիմա սրանց էլ ստի վրա որ բռնացնում ես, ասում ես որ էս ասել, էս ասել։ Ասում այն ժամանակ հա մի հատ ուրիշ նոր կռուտիտ ենք, թե ասում այն ժամանակ ես այն սխալ հայրենասիրության տիրույթում էի։ Բոլորին ման սխալ էի մտածում, այ հիմա ճիշտ եմ մտածում։ Քանի որ բանակից խոսեցինք, իմացաք Անդրանիկ Քոչարյանի տղան չի ծառայել, որովհետև բարձրակարգ է։ Ես կուզեմ Լավ, դե Անդրանիկ Քոչարյան, բայց ես մի տեսանյութ կա, ես ուրեմն ասեմ այսպես։ Հիմա լավ մի դրվագ պատմեմ, ինչեւ ձեր դնելը, հա։ 95-96 թիվներ, եթե չեմ սխալվում, կամ 98։ Բայց հաստատ 2000-ը չէր։ 2001-ը չէր։ Բանակից բավականաչափ տարբեր պատճառներով ազատվածներ կային, այդ թվում եւ հիվանդության, եւ այդ կրթության ծարավ անձանց, եւ ուրիշ ինչ հոդվածներ կար բանակի այդպես ազատման։ Թիվը շատ մեծ էր։ Եվ համալրում չէր լինում, կարծեմ 96 թիվն էր։ Այդ սելեկտորային խորհրդակցության ժամանակ Վազգեն Սարգսյանը հանձնարարեց, որպեսզի բացահայտվեն այդ բոլոր ազատվածները ինչ հիմքեր են։ Առանցին հանձնախումբ, բժշկական մի հանձնախումբ, իրավապահ համակարգ հանձնախումբ, եթե չեմ սխալվում, այդ աշխատանքների պատասխանատվությունը ժամանակ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի վրա դրվեց։ Հետո այդ մեծ ցուցակից բավականին մի ստվարման սպարզեց, որ այդպես խնամի ծանոթ բարեկամով ազատվե, այդ թվում նաև որոշ մարդիկ ձեռքեր են տաքացրել։ Այդ ձեռքեր տաքացած մարդկանց մի մասը հայտնվեցին շատ արագ
դատարաններում եւ ուղիղ աշխատանքային գաղութներում, իսկ ազատվածների մի մասը, եթե տարիքը մինչև 27 չէր լրացել, հայտնվեցին բանակում։ Հիմա սա ինչի համար եմ ասում։ Այս ուսման ծարավ երիտասարդները, որտեղ Անդրանիկ Քոչարյանն իր զավակին ներկայացնում է, ստախոս մարդը այնպես չի, որ իր բոլոր ստերը ինքը հիշում է։ Ճշմարտության մեջ գտնվող մարդը միշտ իր ճշմարտ խոսքերը հիշում է, այսինքն ինքը որևէ խնդիր չունի ճշմարտության հետ կապված։ Իր ստախոսը պետք է ինքը հիշի ինչ որ ժամանակ ինչ որ բան ասել է։ Հիմա Անդրանիկ Քոչարյանին որ հարցել են, ինքը շատ է հիշում, որ ժամանակին ասել է այն ինչ որ ասել է, օրինակ 2019 թվականին բանակի հետ կապված, ծառայության հետ կապված, որ ծառայելը պատիվ է, որ Հայաստանում ցանկացած նույնիսկ նոր ծնված տղա պետք է հնարավորություն ունենա, իրան պետք է տրվի հայնիկի պաշտպանության սուրբ գործին մասնակցի։ Հիմա ինքը արդարանում, հասկանում եք, ուրեմն թույլ մարդը, վախկոտ մարդը եւ մեղավոր մարդը, սովորաբար հարց ու պատասխանի ժամանակ, գիտեք ինչ է անում։ Արդարանում, այնինչ որ հիմա Քոչարյան Անդրանիկը ասում է, որ իր տղան ինչ է, ինքը արդարանում է։ Եվ կարծում եմ այդ տեսանյութը ամենալուրջ, ամենալավագույն ցուցիչն է, ինչ ասել է մարտ 2019 թվականին, այդպես իշխանության եկած, հələ չպարտված ձիու վրա նստած, եւ հիմա այսպես խեղճ ու կրակ, թե ինչու իր տղան չի ծառայել։ Այո։ Դիսի մի իրավիճակ ունենանք մեր անվտանգության համակարգում, որ բանակում չծառայելը իրոք լինի անհնար։ Դա պետք է լինի պատվաբեր ծառայելը, եւ ոչ միայն բանակում, թափես մեր անվտանգության համակարգում, մեր երկրի համար։ Եվ մենք քաղաքացիները իրենք ոչ թե երեխան դեռ տղա երեխան չծնված մտածեն երեխային երկրից հանելու մասին, գիտեք, չէ՞ շատերը գնում են Ամերիկայում ծննդաբերեն, որովհետեւ դա գաղտնիք չի, որովհետեւ դա միանգամից դառնում են Ամերիկայի քաղաքացի։ Բայց ես կուզեի, որպեսզի մենք առաջին հերթին մեր երկրի այնպիսի հեղինակություն ունենա մեր երկիր, եւ դրան մենք հասնելու ենք, որ տղա երեխան պետք է ծառայի իր երկրի զինված ուժերում։ Այստեղ խնդիր չկա։ Իմ տղան շատ բարձրակարգ տղա է կոպանում։ Ուրիշ դու նրա գիտելիքների չափով ունենաս ոչ ես ծառայում։ Դե ինչ ասեմ, ամեն ինչ ասվել էր էլի։ Վերջում այդ ոնց իմացավ այդ գիտելիքը, այսինքն ինքը այնքան գիտելիք ունի, որ կարող է տղայի գիտելիքները չափել եւ գնահատել, որ ամենաբարձրակարգն է։ Այս կարող է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի համատեղության կարգով նախագահի կամ տեղակալներից մեկի պաշտոնն է վարում, լինելով գիտնական։ Այդ ոնց գնահատես, որ ամենաբարձրակարգ գիտելիք ունի, լավ էլի։ Ինչպես ասում են, ավելի լռեք։ Բա որ հանկարծ իշխանափոխությունից հետո նոր պաշտպանության նախարարը գտավ այնպես բանակի անձնակազմի թվի կտրուկ նվազումը փորձել լրացնել, նաև նրանցով, ովքեր ժամանակին չեն ծառայել, եւ որոնց տարիքային շեմը ոչ թե 27, հիմա 35 կարող է դնեն, 40 դնեն, եւ իրանք ստիպված գան ծառայեն, ինչպես ժամանակին Վազգեն Սարգսյանը արեց։ Բայց ժամանակ ինչ են ասելու։ Կասեն քո ստացած գիտելիքները կբերես այստեղ բանակում կկիրառենք առաջնագծում, ավտոմատ կալաշնիկովի հետ միասին մարտական հերթապահության ժամանակ։ Այն ոչ միայն Քոչարյանը, ես կարծում եմ զավակները պետք է ծառայեն։ Հասկանում եք, ես օրինակ գտնում եմ այսպես էլի, եթե մարդը երկրում ունի կարգավիճակ, այդ կարգավիճակով ինքը կամ զինվորական է, կամ անձա, որի խոսքը եւ գործը ծառայությունն է իր երկրին եւ պետությանը, եթե այդպիսի մարդ է, այսինքն ինքը որոշակի այդպես մատով ցույց տալու մարդ է։ Իսկ ինքը ժամանակին պաշտպանության փոխնախարար եղել, ճիշտ է։ Եղել է նաեւ 2008 թվականի մարտի 1-ի դեպքեր ուսումնասիրող հանձնաժողովի ղեկավար, այդպես շատ լուրջ կապեր, այսինքն ինքը հանրային ընկալման մեջ դիտվել է որպես մեր պետության կայացման, չասեմ ամենաբարձր, բայց միջին օղակներից մեկը։ Թող քո տղան, նույնիսկ եթե գիտնական կարող է դառնալ, գնար ծառայեր, որտեղ ցուցիչ է։ Մարդիկ նայում են, ասում են Քոչարյանի, Պողոսյանի, Պետրոսյանի տղաները ինչու չեն ծառայ։ Իրենք այդպեսին են, իրենք հայնասիրություն են քարոզում, բա հայնասիրությունը կենացով չի, գործերով է չէ լինում, Մարիամ։ Եվ ըստ այդմ ես գնահատում եմ, որ պետք չի արդարանալ, ավելի լավ է լռել։ Հետո այդ խոսքի հետ կապված ինքը ոնց որ թե
մեղանչել էր, չէ՞, հետո։ Ես չգիտեմ ինչ բառը։ Բայց դե ասում են ինչ որ ասել է, արդեն ասել է ինքը իրականում, հետպես են մտածում է, որ ասել է։ Դե ուրեմն թող ժամանակին ճառեր չասեին, ոնց որ 2019 թվի այս տեսանյութի հատվածում է, ինքը ճառա կենաց է ասում։ Իսկ իր գործողությունը կյանքը լրիվ այլ բան ցույց տվեց։ Թող տղատ գնար 2 տարի ծառայել, հետո գնար գիտնական լիներ։ Իսկ այդպիսիներ շատ կան։ Այդպես, այդքանը։ Եվ վերջին հարցն Աբեջան, ցուցակները արդեն ըստ էության հայտնի են մեզ, կխնդրեմ ես մոսուս ասում են ընտրություններ, բայց վերջին շրջանում Փաշինյանում ինչ լարվածություն է, ինչով է պայմանավորված, թող վախենամ միլիարդ թատերից դառնա բոմժ Սամվել Կարապետյանի մասին։ Լավ, դե այդ բեզաչոտնի խոսալը ես արդեն իսկապես բանա ինձ համար այդքան էլ հաճելի չի, Փաշինյանի ամեն մի ցնդաբանությունը մեկնաբան է։ Այդ ցավոք սրտի մեր քաղաքական գործիչներ, պետական գործիչներ, գիտնականներ, մտավորականներ այս խոսույթում ցավոք սրտի այդ ու նաև ես մեր խոսույթում մցրեցինք ձևակերպնել, որը ճիշտ չի։ Հիմա ինչ է նշանակում Սամվել Կարապետյանին բոմժ։ Ասենք վիրավորական բառ ասում։ Իսկ բոմժը ես չգիտեմ ինքը ինչ է։ Ոչ մշտական տեղ ունեցող մարդ, այսինքն անտուն առանց տանիք մարդ։ Հիմա Սամվել Կարապետյանը ո՞նց է սարքելու։ Ասեց էլի, ուզում ասի ես տենց ուժեղ եմ իշխանություն ունեմ, պետք կլինի Սամվելին կճշշեմ Կարապետյան եւ այլն։ Իսկ ցուցակների հետ կապված, դե յուրաքանչյուր կուսակցություն դաշինք ինքն է որոշում իր ցուցակների մեջ հայտնված մարդկանց սկզբունքորեն ինչ սկզբունքներով են, ընտրում։ Ես օրինակ կարող եմ ասել երկու սկզբունք է ընտրվել։ Ռոբերտ Քոչյանի եւ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցություն մյուսը դաշինք ընտրվել է եւ փորձառություն անցած ճանապարհ ունեցող մարդկանց, այդ թվում նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, երկուսում էլ կա եւ երիտասարդներ, բայց հիմնական շեշտադրումը այստեղ կենսագրություն ունեցող մարդկանց, որոնք որ իսկապես մեր անկախ Հայաստանի տարիներին գործնականում ցույց են տվել արդյունքներ։ Այսինքն փորձառությունը երիտասարդության հետ շաղախված, բայց ավելի շուտ հիմնված փորձառության եւ ցույց տված արդյունքների վրա։ Երրորդ միավորը խոսքս ուժեղ Հայաստանի մասին է, այստեղ ակնհայտ երևում է, որ հիմնականում երիտասարդներ են, այսինքն երկրի ապագան եւ տեսլականը հիմնականում կապվում է երիտասարդների հետ։ Ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա կամ մոտեցումներին կամ չափորոշիչներին, իրենք են ընտրել, ինչևէ միգուցե այդ ցույցի վերջին ցուցակի հետ կապված կան լավ խորհրդականներ, սկզբունքորեն ես չեմ բացառում, այսինքն ճանապարհ անցած մարդիկ ոչ թե падգամավորի ցուցակում են հայտնվել, այլ այն մարդիկ են, ովքեր այդ ցուցակի անձանց կարող են ճիշտ խորհուրդներ տալ, որտեղ այնուամենայնիվ իրենք գործնականում ունեցել են ցույց տված արդյունքներ ժամանակին եւ գետնի վրա։ Ես կարծում եմ այդ երկու մոտեցումու սկզբունքն է, որը որ երեք ցուցակները այսպես կազմվել է, այսքանը։